Փառք Տիրոջը, սիրելիներ, ինչ հրաշք բան է, որ լսելը մի բան է, բայց տեսնելը շոշափելի ձևով զգալը, լսել այդպես քարոզներից, լսել որևէ եղբորից, քրոջից, բայց երբ որ քո աչքով ես տեսնում, քո զգայրաններով զգում ես, թե ինչ է կատարվում, դա մի ուրիշ բան է, Այն, որ վայ եղբոր հետ տեսանք, ինքը ասեց, ես է որոշ բան ունեմ ասելու, իրեք եղբայրներ և քույրեր, նախ Սամվել եղբոր հետ մենք 58 տարի պաշտել ենք մեր Տիրոջը, մեր սիրելի Փրկչին, 58 տարի ծառայել ենք ժողովրդին, իր հետ միասին ինչքան դե այն ժամանակ էլ բազբզում ենք, ես շատ անգամ եմ ասել, պատկերացնում եք հիմա երիտասարդները հաղորդության ժամանակ ինչպիսի ծառայություններ են անում, այն ժամանակ երիտասարդներ քիչ էին, մի քանիսն էինք եւ ինչքան վազում էինք այս կողմ այն կողմ ասու ժողովրդին ծառայելու համար, հետո մեծացանք, այդպես գիտեք ոչ միայն ծառայելը, այլև ծառայություն անել, այլև մենք ընկերներ ենք եղել, հասակակիցներ ենք եղել, իմը լրացավ 75, բայց Սամվելին պետք է լրանար մայիսին 75 տարին, կարծես ինձ համար շատ դժվար էր, հիմա էլ է դժվար, որտև դա Սուրբ Գիրքն է ասում, երբ որ գնամ, ինձ օգուտ է, ինձ լավ է, բայց ձեզ համար այդքան էլ լավ չի, որտև կարոտում եք, որտև բացակայությունս զգում եք, վերջապես շատ բան կարելի է փակագծերը բացելուց ասել, իրոք, դա հազվագույթ բան է, որ մարդը ուրախ է գնալուց, միշտ երբ որ բժիշկ է տեսնում, ասում է փրկի ինձի, փրկի, առաջի հայացքից թվում էր, թե վայ երբ որ վայեն որպես բժիշկ, երբ որ իր մոտ էինք, ինքը պետք է ասեր, ինչ անեմ, վահե, ինչ կարելի անել, ինչ դեղ, ինչ բան, վերջապես, բայց ոչ մի բան այտենց, վային ինքը նայում էր որպես եղբայր, սիրելի եղբայր, ինձ վերջապես այնտեղ շատ կային, բայց երեքս էինք, իր մոտ, երկուսս էինք, երեքով էինք միասին, և ինքը իրոք, կարծես իրա կես է, ինչպես հաղորդության ժամանակ էլ ես ասեցի, ոնց որ երկնքից խոսեր, մենակ մենք լսում էինք, ոչ մի բան չէինք խոսում, լսում էինք, և վերջում, երբ որ դե բնական է, մենք իր մոտ էինք, դա նորմալ է, որ ինքը պետք է ասեր մեզ աղոթեք, դուք աղոթեք, Սարոն եղբայր դուք աղոթես, ասի չէ Սամվել ջան, դու մեր համար աղոթի, և մենք մահճակալի մոտ երկուսս ծունկի եկանք, ինքը սկսեց աղոթել, ինքը բարձր էր մեզանից, մենք հլը դեռ լրիվ մարմնի մեջ էինք, բայց իր կարծես թե կեսը մարմնի մեջ չէր, ինքը կարծես երկնքից էր խոսում, և դեր համար ասի, Սամվել ջան դու պետք է մեզ համար աղոթես, գիտեք եղբայրը որ ասեց ավարտել գործը, չասեց քարոզներ ավարտեց, ինչ որ վերջապես, տենց բան չասեց, ասեց գործը, եղբայրն ասում էր գործերը, գործերի մասին էր խոսում ես, սա եմ ավարտել, սա, ավարտել եմ արդեն, որքան ուրախալի է, երբ որ մարդը կարողանում է ասել Տեր, Սիմոն ծերունու պես ասել Տեր, արդեն ավարտվել է, այն որ փապակում էի, արդեն կատարել եմ, ես արդեն ուզում եմ քո մոտ գալ, իհարկե,
ինքը իր բժիշկին նամակ է գրել։ Ես կուզենայի այդ նամակը վերցնել, հետո մի օր գտնեմ այդ նամակը եւ կկարդամ։ Ինչ է գրել այնտեղ։ Գրել է, որ ես քեզնից շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ գնալ։ Կարող է բժիշկը իր զարմացել է, բայց ամեն բան հավատքի կյանքը զարմանք է։ Մենք ամեն ինչի վրա պետք է զարմանանք։ Իսկ գնացողը նման արտահայտություն անելուց էլի պետք է զարմանանք։ Այո։ Եղբայրը գնաց։ Ես շատ անգամ եմ ասել, իմ պապաս ասում էր, 60-65 տարեկանից սկսել էր այդ խոսքերն ասել։ Երբ որ ես գնամ, ասեմ Տեր 65 տարի սպասել եմ, 66, 68, մինչև 89 տարի ասում էր էդի, ամեն տարի փոխում էր, այսքան սպասել եմ, և 69 տարի, 3 ամիս, 89 կներեք, 89 տարեկան մնում էր 3 ամիս, որ 90 դառնար, և վերջապես փափագը կատարվեցավ, գնաց։ Մենք գիտեք ինչից կփոշմանենք, որ այն, որ պետք է մենք անեինք, մեզ էր հաջողվել անել, բայց չենք արել։ Չենք արել երիտասարդ ժամանակ, չենք արել, որ կարող էինք անել, չենք արել, երբ որ կարող էինք մեքենայով ինչ-որ մեկին տանել, բերել, չենք արել։ Չենք տվել, որովհետև այն ինչ որ արվում է ուրիշի համար մի բաժակ ջրից սկսած, դա է քոնը, դա քո հավիտենության սեփականությունն է։ Հավիտենության սեփականությունն է այն ինչ որ անում ես ուրիշի համար։ Իսկ որ այն ինչ որ անում ես քո համար, վիլաներ, չգիտես, ճոխություններ, վայելքներ, թվացյալ ճակերտների մեջ, դրանք քոնը չի, դրանք անցնում գնացում, ուտելը բանը, վերջապես դրանք քո սեփականությունը չի, դա քոնը չի, և ճակատդ բաց մեր Սամվել եղբոր պես, ես իհարկե հաղորդության ժամանակ էլ հիշեցրեցի, ոնց որ երազ լինի, այդ տարիները ոնց որ երազ լինի, ոնց որ երազի պես անցավ, մի քանի հոգի էին, շատ քիչ էին, 10 քանի հոգի երևի հազիվ լինեին Աբովյանում, երբ որ Հակոբ եղբայրը ուղարկել էր, այն ժամանակ Սամվել եղբայրը բանակում էր, ինքը դե համալսարանը ավարտեց, նոր բանակ գնաց, ուշ եկավ։ Արմենակ եղբոր հետ մենք գնում էինք Մասիվից այդ մի քանի հոգու համար, և որ Սամվել եղբայրը եկավ բանակից, դե Սամվել ջան, այդպես Հակոբ եղբորը խնդրեցինք և իրան նշանակել էին Աբովյան աշխատանքի, ինքը սկսեց ծառայությունը, մի քանի հոգուց սկսվեց, բայց հիմա Աբովյանը, յուղերը, հրաշքա, ավարտեց, բաց ճակատով գնաց եղբայրը, փառք Տիրոջը, երանի թե, դա բոլորիս, ոչ մեկը երկնքից չի իջել, որպես Սամվել եղբայր, որպես որևէ եղբայր կամ քույր, ինքն էլ սովորական, երեխա է եղել, մեծացել է, և ամեն մեկս, ես ասեցի հաղորդության ժամանակ, որ այդպիսին էր նաև մեր Վոլգոգրադի Մաշինկա քույրիկը, ովքեր հիշում են մեր սիրուշ քրոջը, ճիշտ Վոլգոգրադին էլ ոնց որ սիրուշ քույրը լիներ։ Ես զարմացած մնացի, որ ամերիկացիները երբ որ հիմա եկել են, ասին սաղ Ամերիկայում բար առ բար լսել ենք, տեսել ենք թե դահլիճը ոնց էր լացում։ Գիտեք, իրոք մենք
Մաշին կա քրոջ, Սամվել եղբոր կարիքը ժողովուրդը ունի, դա սուրբ գիրքն է ասում, մնամ ձեզ օգուտ է, բայց գնալը ինձ է օգուտ, այդպես ասում սուրբ գիրքը։ Եվ հետո 3-4 միսօրը մի հետաքրքիր բան կատարվեց ինձ հետ, շատ հետաքրքիր, ուզում եմ ասել դա էլ եւ ավարտել։ Ուրեմն քնած էի, առավոտը, բանը, այսինքն լուսադեմ էր, արդեն էլ լուսադեմ էր, չկա ավելի մութներ, այդպես մի հատ երազ տեսա, երազից քարոզում էի հարության մասին, հարություն, այդպես ուրախ քարու, ճիշտ է, հերեց, այդ էլի բանը, հույրերին, ուշանում ես հույրերի մտ հետաս հանդիպ, ասում ես ոնց ստացվա, որ ափսոս դարձնեցի, հելա ու սկսեցի մտածել դրա վրայով, ես իմ սրտի եղած ուզում եմ կիսվել ձեզ հետ սիրելի եղբայրներ եւ քույրեր սիրելի ժողովուրդ, հարության մասին, հարությունը, երբ որ բացվում է մարդու մեջ, հարությունը դա հետաքրքիր է, որ Ղուկաս ավետարանի 24-րդ գլուխ 6-ից 10 խոսքերը ասվում է Հիսուսի ասացները, որ նախորոք ասել էր, որ պետք է լինի, բայց հենց շոշափելի ձևով Մարիամը եւ քույրերը, Պետրոսը եւ մյուս աշակերտները շոշափելի ձևով չէին տեսել, չէին զգացել։ Եվ իրենք արդեն եկել էր պահը, որ շոշափելի ձևով պետք է զգային։ Եվ երբ որ ասվեց գնացեք, Տեր Հիսուսն ասեց եւ ռեշտակները ասեցին գնացեք աշակերտներին ասեք եւ Պետրոսին մեր երջանկահիշատակ իրար եղբայրը այդ մտքի շուրջ շատ էր կանգ առնում ասեք աշակերտներին իմ եղբայրներիս մի ավետարանչի մեջ Տեր Հիսուս ասում է իմ եղբայրներիս եւ Պետրոսին Պետրոսը տկարացած էր Պետրոսը ուրացել էր Պետրոսը շատ վատ վիճակի մեջ էր բայց Տեր Հիսուսը հատուկ շեշտեց հատուկ եւ Պետրոսին ասեք պատկերացրեք ոնց էին վազում Ես ուղղակի մտածում եմ այդ վազելու ժամանակ ինչը կարար պահեր Պետրոսին քույրերին որոնք վազում էին դա ուղղակի հարությունը շոշափելի ձևով տեսան եւ հարությունը տեսան խաչի վրա մահացած մարմինը Տեր Հիսուսի եւ տեսան հարությունը եւ նրանք վազում էին դեպի գերեզմանոց ինչը կկանգնեցներ Պետրոսին փուշը տատասկը քարերը փշոտ նեղությունները նեղը ճանապարհը ինչը կկանգնեցներ այդ պահին որ Պետրոսը վազում էր ոչ մի բան չէր կարող կանգնեցնել նրանք արդեն ուզում էին տեսնել շոշափելի ձևով հարությունը եւ այդպես էլ մեզ հետ է կատարվելու մենք տեսանք շոշափելի ձևով Սամվել եղբոր եւ մի հրաշք էր Երանի այդ հրաշքը կատարվի բոլորիս հետ ոչ թե հիվանդ ժամանակ կարճած այդպես վայ տեսնելով բժիշկ ընձի փրկիր կամ փրկեք աղոթեք շատ աղոթեք որպեսզի ես կենթանանամ նորից լավանամ ոչ ես իմ աչքերը պետք է փակեմ այստեղ եւ բացեմ այն վայրը որտեղ Պողոս առաքյալը տեսնելուց ասում էր աչքը չի տեսել ականջը չի լսել անհամեմատելի անպատմելի բաներ
Եվ կարդում ենք այնտեղ արևի լույս պետք չի։ Արևը դուրս է գալիս եւ մտնում է։ Բայց մենք տեսնում ենք, որ այնտեղ դա պետք չի։ Հայտնության վերջի գլխում մենք կարդում ենք այդ տողերը։ Ես ուզում եմ կարդալ նախավերջ։ Վերջի գլուխ, այո, 5-րդ խոսքը։ Հայտնության 22-րդ գլուխ 5-րդ խոսք։ Հոնալ գիշեր պիտի չլա, եւ ճրակ ու արևու լույս պետք չէ, քանզի Տեր Աստված պիտի լուսավորե զանոնք եւ հավիտյանս հավիտենից պիտի թագավորեն։ Արևու լույս պետք չի։ Արևը դուրս է գալիս արևելքից եւ մտնում է արևմուտքից։ Եվ ոչ մի լույս պետք չի։ Հավիտյանս հավիտենից լույսի մեջ։ Հավիտյանս հավիտենից թագավորական կյանքով ապրել։ Այդ ինչ կյանք է։ Թագավորել, թագավորական մի կյանք։ Այդ ինչ կյանք է։ Պողոս առաքյալից մեզ միայն մի բան է հասել։ Անպատմելի բաներ, անհամեմատելի բաներ, աչքը այս աչքերը երկրավոր երկրի չի տեսել, այս ականջը չի լսել, այդքան ասեց Պողոսը, ուրիշ բան չասեց Պողոսը, Պողոս առաքյալը, որը գրել է մեզ համար հասանելի այսքան գրքերը, այսքան խրատները Տիրոջից վերցրել ու փոխանցել է աշխարհին այսքան բան, այդպիսի անձնավորությունը, այդպիսի գիտակ անձնավորությունը, ընդհանրապես ասեց աչքը չի տեսել, ականջը չի լսել, անպատմելի անհամեմատելի բաներ։ Եվ մեր Սամվել եղբայրը դա զգացել էր, դրա համար էր այդպես խոսում, ինչ հրաշք էր, եղբայրներ քույրեր, աղոթենք։ Ուրեմն մի անձնավորություն աշխարհիկ իր 6 տարեկան երեխայի գլուխը հիվանդա վիրահատել հնարավոր չի, ուզում են Գերմանիա տանել, շատ ծանր է, հեղինակավոր մարդ է, կարևոր չի, ով է, ասել է ես հավատում եմ, եկեղեցին աղոթի հրաշք կլինի, ես հավատում եմ, մենք հանձնում ենք մեր Տեր Հիսուսին այս հոգսը, 6 տարեկան երեխա գլխից հիվանդ, ծանր հիվանդ, որ պետք է վիրահատեն։